Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի աղմուկ հանածա այս 10,000 դրամ թոշակի բարձրացումը, որը անսպասելի էր, առավել ևս ինձ համար, որովհետև 2025 թվականին նման միտումներ չէր նկատվում, որ ավանդաբար թոշակների բարձրացում է տեղի ունենալ, որտեղ նույն Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարեց, որ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում ավանդաբար թոշակների բարձրացում չի լինելու, եւ նրանք մոգոնել էին այս 20% ետվերադարձի օրենքի ոդիսականը, այո, համակարգը։ Ինքը իրականում ողջունելի համակարգ է, բայց ինձ համար անընդունելի այնքանով, եթե կառավարությունը մի օրենք է, հա, ընդունում եւ ազգային ժողովը հաստատում եւ այդ օրենքը տվյալ շերտ հասարակության ոչ բոլորի համար է օբյեկտիվ պատճառներով հասանելի, նշանակում է այդ օրենքը թերի է կամ փնթի է կառուցված։ Այո, դուք շատ եք խոսել։ Այո, այն ինչը որ նույն այդ 20% ետվերադարձի օրենքի հետ կապված է, առողջության համապարփակ պարտադիր, հա, առողջ ապահովագրությունը, այդ օրենքն է նույնպես ոչ բոլորն են կարողանում օգտվել, առավել ևս մինչ 200,000 դրամ աշխատավարձ ստացող մարդկանց մասին խոսքը։ Հետևաբար այս երկու օրենքները, որը հունվարի 1-ից ուժի մեջ մտավ 12%-ը 20% դառնալով ետվերադարձ օրենքը եւ առողջապահության ոլորտի հետ կապված այս օրենքը, երկուսը լիարժեք ֆունկցիոնալ չի աշխատելու Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ դրա համար օբյեկտիվ պայմաններ ապահովված չեն։ Ինչ վերաբերվում է 10,000 դրամ աղմուկ բարձրացրած թոշակառուներին եւ դրանց հավասարեցված, հա, անձանց գումարները բարձրացնելու հետ կապված։ Ես որպես Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացի կողմ եմ, որ 10,000 դրամ, հա, այս պահի դրությամբ, որ արտահայտած գուցե եւ ավելի, եւ միգուցե քիչ բարձրացվի։ Մեր շուրջ 650,000 կամ շուրջ 700,000 արդեն իսկ ազգաբնակչությանը, բայց որպես տնտեսագետ ելնելով օրվա տնտեսության կառուցվածքից, պետական բյուջեի կառուցվածքից, աշխատուժի շուկայի թվականակի եւ թոշակառուների թվականակի գործոնից ելնելով, ես դեմ եմ, ինչպես ուզում են, թող մեր քաղաքացիները դա հասկանան եւ կփորձեմ բացատրել ինչու եմ դեմ։ Ես ոչ քաղաքական հետևանքները հաշվի առնելով, ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ քաղաքական ուժ եմ ներկայացնում, ոչ մարդ կուսակցության ղեկավար եմ, ոչ էլ պատրաստում եմ ընտրություններին ժողովրդին խաբել, առավել եւս թոշակառուներին, հաշվանդամություն ունեցողներին կամ պարզապես աշխատուժի շուկայի քաղաքացիներին։ Ոչ, ես փորձում եմ հիմնավորել, որ այս 10,000 դրամը, որը բարձրացվեց, տնտեսագիտական օբյեկտիվորեն հենք չկա։ Նիկոլ Փաշինյանը կարող էր եւ որոշված լինել, որ մի առավոտ արտանում է եւ բարձրաձայնում է, որ 10,000 դրամով մեր թոշակառուների թոշակները բարձրանալու են։ Առանց կառավարության համապատասխան կառույցների հետ, ասենք ֆինանսների նախարարության, մենք ունենք այդ հնարավորությունը, չունենք, այո, մի գիշեր քնեց, արթնացավ եւ նման հայտարարություն արեց։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության շուրջ 30%-ը, հա, պետական բյուջեից հարկատուների հաշվին ձևավորվող պետական բյուջեից ստանում են ամսական ֆիքսված նպաստներ, թոշակներ, հա, հաշվանդամության վճարներ, ծնողների, հա, կորցրած, խնամքի տակ գտնվող երեխաներին եւ այլ, այս բոլոր շահառուների համար։ Եվ դա միանվագ գումար չէ, եւ դա յուրաքանչյուր ամիս վճարվող ֆիքսված գումար է։ Այո, 2-3 տարին մեկ որոշակի բարձրացում տեղի ունենում է։ 2025 թվականի օգոստոսից մինչև հունվարը, հա, հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում քննարկվել է 25 թվականի, 2026 թվականի պետական բյուջեի կատարողականը իր ծախսերով, եկամուտներով եւ պակասուրդով։ 2026 թվականի պետական բյուջեի մեջ նախատեսված չի եղել այդ 10,000 դրամ հասկացությունը, որը այս պայդրությամբ ապրիլի 1-ով եթե հաշվում ենք մինչ 2027 թվականի հունվարի 1-ը, մոտավորապես 70 միլիարդ դրամի մասին է խոսքը գնում։ Հարց, եթե 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տնտեսությունից պետք է հավաքագրենք 3 տրիլիոն 92 միլիարդ դրամ,
Եվ պատրաստվում ենք ծախսել կատարողականով, հա, հավաքագրենք եւ ծախսենք շուրջ 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ։ Պակասորտը դեֆիցիտը բյուջեում չբավարարվող այդ գումարը, հա, երկու թվերի 537 միլիարդ դրամ է, որը եւս մեկ անգամ ասում եմ, որ բաժանում ենք ամսվա բոլոր օրերի վրա մեր պարտքը յուրաքանչյուր օր կառավարության ավելանալու է եւ այսօր հերթական ավելացումը եղավ 1 միլիարդ 74 միլիոն դրամով։ Հարց, այս 60-70 միլիարդ դրամը մենք 365 օրվա մեջ լավ ապրիլի 1-ից հետո, բայց չմոռանանք, որ հունվար 27 թվականին էլ ենք թոշակ տալու, 28 թվականին էլ, 30-ին էլ, 36 թվականին էլ, որտեղից ենք մենք տալու այդ գումարը։ Այս 9 ամսվա ապրիլի 1-ից մինչև հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում, այս 9 ամսվա ընթացքում մենք 70 միլիարդ դրամ լրացուցիչ որտեղից ենք վճարելու մեր թոշակառուներին, հաշվանդամություն ունեցողներին, նպաստառուներին, զինվորական թոշակառուներին, որտեղից ենք վճարելու։